Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ ինչ է փոխվում հարկատուների կյանքում։ Մեկ շաբաթ Երևանի եւ մարզերի գործարանները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը եւ ստացան պարզաբանումները հենց հարկերի ու մաքսերի պատասխանատուներից։ Ֆինանսների նախարարության կողմից իրազեկման ձևով այսպիսի հանդիպումների կազմակերպումը նպաստում է նրան, որպեսզի գործարանները իրենց հարցերը ներկայացնեն եւ պատասխանները ստանան։ Բավականին տարբեր բազմաբնույթ հարցեր հնչեցին, կոնկրետ վերաբերում էին իհարկե մաքսային միության հետ կապված ներկրումներին, բավականին լավ պատասխաններ էին, որոնք իրոք հետաքրքրում են։ Նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելը հարկային եւ մաքսային օրենքներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մաքսային օրենսգիրքը փոխարինվել է մաքսային կարգավորման մասին նոր օրենքով։ ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ էլ մաքսատուրքեր չեն հաշվարկվում եւ չեն գանձվում։ Ամենահիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ նախկինում ներմուծման գործակների մասով մաքսային վճարները վճարվում էին մաքսային մարմիններին։ Ներկայում մաքսային վճարները բացառությամբ ակցիզային հարկի այն ապրանքների համար, որոնք որ ենթակա են պարտադիր դրոշմավորման, վճարվելու են արդեն հարկային մարմիններին։ Փոփոխված օրենքով ապրանք ներմուծող տնտեսվարողը պետք է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնի ընդամենը 2 փաստաթուղթ՝ ներմուծման հարկային հայտարարագիր եւ ապրանքների ներմուծման ու անուղղակի հարկերի վճարման հայտարարություն։ Այս փաստաթղթերը ներկայացում են մինչև ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը, որոնց հիման վրա կատարվում է մաքսային վճարների վճարումը։ Մեկ միասնական տնտեսական տարածքի երկրները այսուհետև ապրանքները կարող են ներմուծել եւ արտահանել առանց մաքսային ձևակերպումների։ Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։